Տենք մի հատ գնում է էլի ուսուցիչը, խոսենք հետ կվերադառնանք։ Ներողություն դուք եք այդ այսպես աղմուկ հավաքած Չեմ հանել, անկեղծ եմ ասում, մի ձեռքը ծապ կտա, ոնց կարող է մի ուսուցիչը, որը գիտի, որ ինքը հարվածի թիրախում է, բան անի, դա կազմակերպվել է վերևների ղեկավարության կողմից, բոլորով մեկը մեկին պաշտպանելով մեղադրում են մյուսին։ Ես փոխաբերական գլորել գցել փոսը, ինչպես կարողանալ հարվածել անմեղ ուսուցչի, ուսուցիչ, որը հոդվածների հեղինակ է, ուսուցիչ, որը ունի 2 տարակարգ, ուսուցիչ, որը ճանաչվել է լավագույն, աշխատում է, իմ դեմ կազմվել է սուտ, ես չեմ ստում, փաստերը ես կարող եմ ցույց տամ։ Դուք հենց հիմա զրպարտում եք։ Կազմակերպվում է իմ դեմ։ Ձեր դեմ Հավության նոխազ ես չեմ արել, ես եկել եմ, գրավոր եմ ստուգում, 3 ամբողջ ժամանակ ծամոն։ Ծամոնը ունի հիգենիկ նշանակություն, իմ կոկորդը ցավում է։ Գիտեք ինչ, գնացեք, ես հոգեկան չեմ, բայց ձեզ այ հենց հիմա դուք հոգեկան չեմ, դու ինքդ ես հիվանդ, թողեք ես իմ սրության, դու ես ինքը այ հարձակվել ես դու, խոսում ես դու, Ես ներողություն եմ խնդրում մեզ դիտողներից տալի լրագրողներին։ Դուք ինչու եք սխալ ինֆորմացիա տալիս լրագրողներին։ Հենց հիմա դուք զրպարտում եք մեր ուսուցիչներին։ Մեր ուսուցիչներին ինչ են արել ձեզի, կարակ ասեք։ Ասեք տենամ ինչ են արել ուսուցիչները։ հասկանաք կներեք, հեսա հերթով էլի, հերթով Արցախցին Ես առաջինն եմ եղել, որ ասել եմ, անկեղծ եմ ասում, որ Արցախի բնակչության դեմ եղերն են արել։ Ես մի բան էլ ասեմ, ես երբեք ուսուցչին միշտ ասել եմ, որ դա սուրբ էակ է։ Ես իմ աշխատանքային ընկերներին չեմ գցել։ Պարզապես մարտ ամսին կազմակերպեցին 5 ժամ դասանելուց հետո կազմակերպել են առանց պատճառը ասելու, դավադրաբար, չգիտեմ ինչու, աշխատողին հեռացնում են, հետո վերականգնում են աշխատանքի ու կազմակերպվում են նորից այնպես, որ ուսուցիչը թողնի դպրոցը։ Ինձ տնօրենը ասում էր, այնպես եմ անելու, որ դու իմ դպրոցը քո կամքով թողնես։ Ես ասել եմ միայն իմ դիակի վրայով։ Միշտ երեխաների հանդեպ սերը ինձ բերել է դպրոց։ Ես ոչ երեխա եմ խփում, ոչ երեխա եմ վիրավորում։ Սովորացնում են Ներեք երեխաներին ասել եք թուրք դա վիրավորանք է։ Ես ոչ մի երեխայի այդ բառերը չեմ ասել, անկեղծ եմ ասում, պարզապես մեկը մեկին պաշտպանելով քաշում են խոսակցությունների մեջ ուսուցչին, նկարում են, դիտմամբ սարքում են ուսուցչի գլխին, կատարում են վերևինների Վերև ասելովում նկատի ունեմ տնօրեն, փոխտնօրեն, դպրոցի եւ նաեւ երևի մարզպետարան, համայնքապետարան նրանց կողմից։ Ինչու են ուզում այդպես բոլորով համախմբված ձեզ հեռացնել։ Չգիտեմ ինչու, չգիտեմ։ Ես չեք արել։ Ոչ մի բան, անկեղծ եմ ասում, ծնողների շիրիմը իմ համար թանկ է, ես մաքրամաքուր մարդ եմ, սուտ ասածը դուք եք, ես չեմ խափում։ Ասացիք ծամոն ծամելը դասաժամի ընթացքում հիգենիկ նշանակություն է ունեցել, դրա համար ծամել։ Սա սնվելուց հետո ցանկացած մարդ գոնե մի 10 րոպե պետք է ծամուն ծամի սնվելուց հետո, որը ունի հիգենիկ նշանակություն, դա բոլոր ստամատոլոգներն էլ կասեն, իսկ ինչ վերաբերում է ծամունին, իմ կոկորդը ցավում է, ինձ որ իմը բանավոր առարկա է, ինձ բժիշկը թույլ է տվել, ոչ թե անընդհատ, ես անընդհատ չեմ ծամում, պարզապես կրում եմ իմ բերանում, որպեսզի արտահայտվելը, խոսելը, բացատրելը հեշտ լինի, անկեղծ եմ ասում, նրանք շատ են, դա չի նշանակում, վերջում էլ ուզում, նրանք շատ են, բայց չի նշանակում, որ իրենք ճիշտ են, ես մենակ եմ, դա չի նշանակում։ Կներեք, պատմության դասին ինչ երաժշտություն եք միացրել, որը համահունչ է եղել պատմության հետ, հայրենասիրական երգեր եք միացրել, ինչ եք միացրել։ Ես ավելորդ բաներ չեմ անում դասի ժամին, լավ իմանալով, որ ես հարվածի թիրախում եմ։ Դեռ դեկտեմբերից մրցույթով ընդունվել եմ, իմ հանդեպ զգացել եմ, սենց ասած անբարյացակամություն։ Չգիտեմ ինչու կազմվել էր սուտ գրություններ, որից ես տեղյակ չէի։ Ես բողոքեցի, հաղթեցի, վերականգնվեցի,
ասում եմ, հիմա նորից չեն ուզում, որ ես չգիտեմ ինչու, որովհետև, բայց արդարությունը կհաղթի, անկեղծ եմ ասում։ Տեսեք, ամբողջ դպրոցը աշակերտները, հեռախոսները հանած ձեզ նկարահանում են, ձեզ փնովում են, ձեզ ասում են վատ ուսուցիչ եք, լավը չեք։ Մի հատ ավարտեմ, էլի։ Տեսեք, ասում են լավը չեք, ծնողները ձեզ դեմ են, տնօրինությունը ասում է ձեր դեմ է, մարզպետարանը ձեր դեմ է։ Ի՞նչն է ձեզ այսքանից հետո պահում, որ այսպես մնաք Ես հոգեկան հիվանդություն չունեմ, անկեղծ եմ ասում, իմ դեմ կազմակերպվել է սուտ գրություններ, անգամ այն դիագնոզը, որը սուտ գրություններ դրվել է իմ վրա, չգիտեմ, անկեղծ եմ ասում, դա էլ է կեղծ, ես հիվանդություն չունեմ, այրան անալիզն էլ ես կարող եմ տալ բերել, վերջին անգամ ես այդպիսի բաներ չունեմ, ոնց կարելի է առողջ մարդուն զրպարտել, մեղադրել, գլխին սարքել, անկեղծ եմ ասում, դուք ինքներդ, ոչ ադեկվատ մարդը չէր կարող, աշակերտներին չես վիրավորել։